Այդ մարդուն միշտ պետք է եղել թշնամու կերպար ու որքան շատ այնքան լավ։ Մեր երկրում չկա ոլորտ, որի նկատմամբ որոշակի դժգոհություն չլինի, բայց Նիկոլը այդ որոշակի դժգոհությունը սարքում է թշնամանք։ Օրինակ, մեր բանակը որքան էլ ուժեղ էր, այնուամենայնիվ լսելի էին դժգոհություններ։ Այդ դժգոհությունները վերցրեց ու թշնամանք հրահրեց գեներալների նկատմամբ։ Նա ոչ թե վերացրեց դժգոհությունը, այլ պայքարեց բանակի դեմ ու քանդեց։ 2020 թվականին, երբ կորոնավիրուսի համաճարակը եղավ, Հայաստան մտավ, 10,000-ից ավելի մարդ մեր երկրում մահացավ։ Ինչ արեցին սրանք։ Ի սկզբանե անլուրջ վերաբերվեցին, հիշում եք, պինցետն ու տնական օղին կամ դոկտոր Մահի ձեռք առնելը։ Ու տարածվեց, խորացավ, մարդիկ մահացան, վատ կառավարում եղավ, բայց Նիկոլը կորոնավիրուսի տարածման թշնամի համարեց այն խեղճ էջմիածնեցի կնոջը, որ դրսում հարսանիք էր մասնակցել։ Ով ասաց, որ դատարանների նկատմամբ կար գոհունակություն։ Այո, միշտ էլ դժգոհություն եղել է առանձին դատավորներից։ Այնինչ թշնամի սարքեց դատավորներին պատերի տակ վնգստացող եւ այլ բնորոշումներով, եւ դա համարելով իրեն կանաչ լույս, դատական համակարգից հեռացրեց բարձր վարկանիշ ունեցող մի շարք դատավորների։